Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցն է, Սեդրակ Մամոլյան խոհարարական ստուդիայից։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել կերակրատեսակներ մեր ազգային խոհանոցից եւ այդ խոհանոցը մենք իհարկե մաս առ մաս, այսինքն մարզ առ մարզ պիտի ներկայացնենք եւ այսօր օրն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի խոհանոց եւ այդ գործում ինձ օգնելու է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ մեր լավ բարեկամ եւ ծաղկունք հյուրատուն կազմակերպության տնօրեն Յուրա Սարգսյանը։ Ողջույն Յուրա։ Ողջույն պարոն։ Ինչպես ես Յուրա։ Շնորհակալություն։ Ինչքան ժամանակ է որ մենք միասին չենք պատրաստել մեր հերոստատի Արդեն տարուց ավել կլինի։ Այո։ Բայց վերջի անգամ մենք ոսոր Մախաչկալայում իրար։ Մախաչկալայում իրար, այո, միասին բան արեցինք, այո։ Հիանալի Յուրա ջան մեր կազմակերպության նախաձեռնությունն է եւ դու դրան տեղյակ ես մարզ առ մարզ հավաքագրելու եւ մշակելու հավաքագրելը գիտես մի բան է մշակելը մեկ այլ երևույթ հիմա պիտի ներկայացնենք այս քո հիանալի կերակրատեսակը որը ավանդականի վրա նորից քո ներկայացմամբ քո մշակված ուտեստներից կլինի ուտեստի անունը Գեղարքունիք է կոչվում ուտելիքի հիմնական բաղադրությունները Գեղարքունիքի իշխանն է եւ մնացածը ինչը որ մեր տարածաշրջանում բնությունը տվել է մեզ։ Հիանալի, ես այստեղ տեսնում եմ մանդակ, դդմիկ կարտոֆիլ սոխ, դդում, սերուցք, սխտոր եւ խավիար, այստեղ սպիտակ գինի, հա։ Սպիտակ գինի, այո։ Եվ ձիթապտղի յուղ եւ ինչից ենք սկսում, ինչ ենք պատրաստելու ինչով են, այսինքն ինչ եղանակներ ջերմային մշակման ջերմային մշակման ունենք հիմնականը բանջարեղենը շոկե խաշելու ենք քիչ ջրով թե ընդհանրապես բոլոր շով քիչ ջրով մանդակը տապակելու ենք եւ իշխանից ֆիլե ենք ստանալու Դու իշխանի ֆիլեն ստացիր, ես կկտրատեմ սա խորանարդիկներ կտրատեմ եւ այո, քիչ ջրով կաշխատեմ շոգի խաշել։ Դժվարությունները եւ ընդհանրապես մեր շրջանառությունը վերջին տարիներին խիստ կապված է զբոսաշրջիկների եւ զբոսաշրջության զարգացման հետ այ դու ինչ կարծիք ես հատկապես վերջի տարիները ունեցանք մենք զարգացում այդ ոլորտում Իհարկե միանշանակ ունեցանք մեր մոտ հիմա շատ լավ զարգանում է գաստրոնոմիկ տուրերը ես ինքս իմ հյուրատանը զգացել եմ դա Մարդիկ Հայաստան գալուց միշտ ցանկանում են տեսնել մեր մշակույթը, մեր նիստուկացը, մեր ուտեստները համտեսել։ Այո։ Եվ հատկապես ուտեստները, քանի որ նայ ես այլ զբոսաշրջային արդյունքներ չեմ թերագնահատում, բնականաբար յուրաքանչյուր արդյունք, յուրաքանչյուր երևույթ մշակութային զբոսաշրջության համար կարելի է համարել արդյունք եւ ոչ միայն նյութական ժառանգությունը, այնտեղ նաեւ ոչ նյութական եւ այլն։ Բայց իմ կարծիքով խոհանոցը այն ոչ շատ իմ կարծիքով երևույթներից է, որ զբոսաշրջիկին մի անգամ այցելելուց հետո նորից կհրավիրի, այսինքն նորից կհիշեցնի ու կբերի։ Միանշանակ բոլորս էլ որ մեկնում ենք այլ երկիր հանգստանալու, հետ գալուց հիմնականը հիշում ենք խոհանոցը, այո, հիշում ենք ինչպես կերակրեցին մեզ, ինչ մթերքներով, ինչ ուտեստներով։ Իհարկե հիշում ենք նաև տեսարժան վայրը, ինչու ոչ։ Իհարկե, դա ենք հիշում, բայց խոհանոցը եթե վատը լինի, համեղ չլինի, այդ ամեն ինչը կկորցնի Իմ խորին համոզմամբ Յուրա տեսնում ենք, շոշափում ենք, լսում ենք հիմքը արդեն ուտում ենք, այսինքն մեր բոլոր 5 զգայարանները աշխատում են այդ ուղղությամբ։ Բայց այ հիմքը, այսինքն համի
հիշողությունը նախ ուղղակի կենսաբանորեն այդպես է երկար է պահպանվում եւ գայթակղելու, այսպես ինչքան էլ ասենք դա վատ բան է, բայց զբոսաշրջիկին գայթակղելու մեջ քիմքի արձանագրությունը շատ ավելի զգայուն է եւ նրան ստիպում է որ նորից հետ գա, չէ՞։ Սոխը պիտի կտրեինք, չէ՞։ Չէ, սոխը տապակելու ենք մանդակի հետ։ Դե քիչ ջրով ես հիմա փորձեմ տաք ջուր լցնենք։ Ինքը շատ արագ Քիչ ջուր պատրաստվող բարեկամներ, չի էլ ծածկել դեռ ջուրը, ուղղակի կդնենք այստեղ։ Դեռ աղ չենք լցնի։ Ես հիմա համեմ եմ մեր իշխանը խոշոր աղով։ Ես միշտ խոհանոցում սիրում եմ խոշոր աղով աշխատել։ Ֆիլե ստացանք, Այո, ֆիլե մենք մաշկով, ստացանք, առանց կողոսկրերի, առանց փշերի, չէ՞։ հիմնական այո, շազատեցինք, մաշկից չենք ազատել իրեն, մաշկը մնալու է մեզ մոտ։ Այո։ Մեզ ջեռոց հարկավոր է լինելու։ Իհարկե։ Ինքը շատ արագ պատրաստվող ուտեստ է, պարոն Մամուլյան։ Այո։ 12-ից 15 րոպեում մենք կարող ենք պատրաստել։ Յուրա ջան, կարծես թե համարում են իմ կարծիքով ոչ իրավացիորեն, որ վրաստե մեր խոհանոցը այդպես ծովային, ձկնային մասով մի քիչ լավ զարգացած չի։ Հասկանալի է, որ մենք իհարկե ծով չունենք, բայց կատակով մենք միշտ ասում էինք, որ աշխարհի ամենամեծ ձկնամթերքներ, որը որ կարելի է նաև օգտագործել մեր խոհանոցում։ Ունենք սևան, ունենք գետերի ձկներ, ունենք արհեստական լճերի։ Իր միջայլոց դեռ Արշակունիների ժամանակաշրջանում մենք ունեցել ենք այդ արհեստական բուծարանները ձկան, բայց այսպիսի մի ասացված կա, ասում են Հայաստանը ունի աշխարհի ամենամեծ ծովը, որը կոչվում է Սիրո ծովը, Մորե Լյուվի։ Ես սխտորը մանր կտրատեցի եւ աղարեցիր եւ սխտորի վրա, այսպես սխտորի բանով շրջեցիր։ Եվ ավելացնում ենք սպիտակ գինի, որը եւ հիմա ջեռոցում մենք շոկե խաշենք, եթե տնային պայմաններում կուզենան մարդիկ մեր հանդիսատեսը պատրաստի, ինքը կարող է նույն թավայի մեջ տապակելու ժամանակ, հիմնական եղանակով։ հա, թավայի մեջ անել նույն գինիով եւ նորից նույն process-ն է ինքը շոկի խաշվել։ Այո, գինի ընդհանրապես ձուկը թթու միջավայր, թթու այսպես բան սիրում է, դառը գինին հատկապես։ Ահա, միացնենք սա։ Հիմա դուք կարող եք կտրատել մանր սոխը, քանի որ մանր խորանարդների։ ասել մանդակը կտրատեմ։ Մանդակը ինչ մշակման է ենթարկված։ Մանդակը նախորոք արդեն պաստերիլիզացված է, գոլորշիով։ Շոգի հարված է, երացողի մեջ։ Ես ամեն տարի նախապես, ինչպես ասում եմ, պաշար եմ անում, հավաքում եմ ձմեռվա համար։ Հիմա այսօր արդեն Ես տեսա այդ փաթեթավորված նույնիսկ այնտեղ ամսաթիվ էր գրած, թե որ օրն է պահեստավորվել։ Այո։ Այստեղ արդեն ունենք ինչ ջերմաշան է պետք, Յուրա ջան, դու կարող ես։ Ես խնդրեմ։ գոլորշի 80%, հա։ 80%, այո, հիմնական։ Եվ ժամը։ Եվ ժամը 15 րոպե։ Այո, դրել ես արդեն։ Նշան, որ ինքը շատ արագ պատրաստվող ուտեստներից է, նաև մեր մարզային նորովի, նաև մեր ռեստորատորները, խոհարարները մեր մարզում կարող են
բացի այն ավանդական Սևանի իշխանը խաշելուց կամ խորովելուց, կարող են նաև այս եղանակով մատուցել, ներկայացնել իրենց հյուրերին, որը որ շատ գրավիչ եւ համեղ կլինի։ Այո, խաշելը ոնց որ ասում են կա ու կա, բայց մշակումները իմիջիալոց որպես ջերմային մշակման եղանակ խաշելը մեծ քանակությամբ ջրի մեջ դա ամենա ոչ էֆեկտիվ եղանակն է, որովհետեւ սննդային արժեքների կորուստը ավելի շատ է լինում։ Եվ ուզում եմ մի հարց տալ այ ձկնաշխարհը Սևանի իշխանի այդ տարատեսակները, որ կոչվում է Բախկակ, Գեղարքունիք եւ իշխան։ Ինչ դասակարգում է։ Սեզոնային անվանումներ են դրանք եւ մեծ ու փոքր ձկների մասին է խոսքը, դե Բախտակը ինքը փոքր ձկներն է, մինչև ձմեռվա սեզոնին դա կոչվում է Գեղարքունիք տեսակը, դե իշխանն էլ հիմա մի փոքր շատացել է սորտերը իշխանի մեր Սևանալճում, որտեղ ամեն տարի ավելացնում ենք լճի պաշարը, այնտեղ Խաչասերում է երևի գնում միջոցառումը։ Միգուցե ես չգիտեմ, արդեն կենսա բան չեմ, բարից վրա բան չբռնեք, խնդրում եմ։ Այո, սա հիմա համարում ենք մենք որը Գեղարքունին։ Այո, ձուկը, այո։ Հիանալի։ մեզ մոտ Հիմա հենց սկսեց եռալ բանջարեղենը, կդնենք այնտեղ։ Շոք է խաշվի, մենք հիմա կտապակենք։ Յուրա ջան, ուզում եմ նաև խոսենք մեր ծրագրերի մասին։ Կազմակերպությունը արդեն երկրորդ տարին է, որ իհարկե այդ հետ ժողովյա երկրորդ տարին նախանշել ենք մենք ծրագիր եւ մեր կանոնադրության մեջ է նշած, որպեսզի մշակենք այն հայեցակարգը, ծրագրային հայեցակարգը, որով դիմենք մեր կառավարությանը եւ ազգային խոհանոցի զարգացման այդ ուղիները, որը ներառում է բազմաթիվ գործառույթներ։ Այս սրա մասին ուզում եմ սրա մասին նաեւ դու խոսես, վստահ լինելով, որ տեղյակ ես եւ դու քո միջամտությունը, քո անմիջական մասնակցությունը կա, հատկապես մարզային խոհանոցի եւ հատկապես այդ առումով մեր դրսի կապերի հետ կապված, քանի որ դու մեր կազմակերպության խորհրդի այդ դրսի կապերի եւ հանրայնացման հանձնաժողովի կոորդինատորն ես նաեւ համակարգողը։ Այո, շատ աշխատանքներ ունենք այս տարիների ընթացքում արած պարոն Մամուլյան, նաեւ մեր կազմակերպությունը, որը որ ամեն տարի ավելացնելով, ամեն տարի հիմա եկել է այն պահը, որ նաև պետությունը մեզ պիտի օգնի ավելի առաջ գնալու, բայց բնականաբար ծրագրի շուրջ արդեն մենք պիտի այո ներկայացնենք ծրագիր, որի մեջ արդեն նախանշում ենք ճանապարհները եւ նպատակին հասնելու ուղիները։ Հատկապես туриզմի հետ կապված, քանի որ դու շատ մեծ փորձառություն ունես, այդ մեր նախանշած գաստրոքարտեզի մասին ինչ կասես։ Ամենա գաստրոքարտեզի կարևորագույն բաներից մեկն է մեր մարզային կերակուրները, որպեսզի նու արդեն ժամանակ է անցել, քայլ ենք արել, արդեն առաջին ճանապարհը անցել ենք, ես հիմա մարզային կերակուրները, որպեսզի տարբերվեն մեր երկրի խոհանոցները, ամեն օր տուրիստին նույն բանը չմատուցել, դրա համար կարելի է ավելի զարգացնել մեր մարզային խոհանոցը, ճիշտ է, ունենք մեր մարզային խոհանոց, բայց հանրության այդքան հայտնի չի։ Այսօր բաղադրատոմսերը մեր արած աշխատանքը, որ նայում ենք, ինչքան շատ ուտեստներ ունենք, որ նաև ես չգիտեի։ Մի այսպես լիրիկական չասեմ, բայց հետաքրքիր հարց եմ ուզում տալ Յուրա 14 տարի առաջ, երբ որ մենք սկսեցինք, ինչ ես կարծում, մենք այն ժամանակ հավատում էինք, որ հիմա 14 տարի հետո մի իրավիճակում կլինենք, որը արդեն կարող ենք հպարտորեն զեկուցել մեր հանրությանը, որ այս գործերում, այս աշխատանքները արդեն իրականացված են։
14 տարի առաջ որ անում էինք, շատ բաներ կար, որ շատ էինք հասկացում, որ կարա մեր հայկական խոհանոցը առաջ գնալ, այդ սովետական մակարդակից դուրս գալը, փոքր հասկացողությունից ու իրոք տարիները փոխեց, որ հիմա շատ ռեստորատորներ, նաև ես այսօր հիմքը դրել եմ իմ հյուրատան խոհարարի պարշակատներ ռեստորանը խոհանոցա կենտրոն է։ Այո, ես 96 թվականներին եղել եմ խոհանոց, նոր այն փուլներ, որ սովետական ժամանակաշրջանից դուրս էին գալի։ Ես նկատում եմ, հիշում եմ, որ հիմնականը խոհարարին ասում էին դու խոհանոցում ես, հանկարծ հյուրը քեզ չտեսնի, բայց այսօր որ մեր խոհարարները հանդես են գալի, հյուրերի մոտ պատրաստում են վարպետաց դասեր են անում, դա արդեն այն առաջընթացն է, որը մենք արդեն այդ կարծրատպերը կոտրել ենք, որ մենք անձամբ մենք կարող ենք հյուրին դիմավորել, հյուրասիրել, խորհուրդ տալ, այո։ Ապրես դու։ Բանջարեղենը շոգ է խաշվեց։ Մեզ մոտ արդեն 10 րոպե ինչ շոգ է խաշվում, հա։ Ըստ հիմա ավելի լավ է հիմա արդեն վերցնենք, որպեսզի նաև գույնը, վիտամինները շատ Այո, մեր հորդորն է, մեր հեռուստադիտողին նշեց յուրան գույնը և վիտամինները։ Այսինքն տեսեք մենք, եթե բանջարեղենը կամ տերևային բանջարեղենը կամ վայրուտելի բույսը, եթե մենք շատ ենք ջերմային մշակման ենթարկում, գույնը եթե գունազրկվում է, ուրեմն կորցնում է նաև որոշ այդ սննդային արժեքների մասը։ Այսօր ամենակարևորը մարդիկ, որ սնվեն առողջ սնունդով, ունենան լավ իմունիտետ։ Այո, դիմադրողականությունը շատ կարևոր է եւ այդտեղ էլ կարևոր է սնվելը, բարեկամներ։ Մենք միշտ պիտի հորդորենք, որ դուք մեծ ուշադրություն դարձնեք սնվելուն, մեծ ուշադրություն դարձրեք սնվելու մշակույթին եւ ձեր եւ նաեւ հատկապես երեխաներին։ Գալիք սերունդը եթե առողջ լինի, մենք մեր ապագան արդեն ավելի պարզ եւ հասկանալի կլինի։ Նաև կարող ենք սա ձեռքով անել։ Բայց քանի որ կա սարքավորում, պրոցեսը արագացրեցինք։ ձուկն էլ հիմա արդեն։ Կարող ենք արդեն պատրաստել։ Ամեն անգամ պատրաստելիս վայրի բույսեր ես չեմ զլանում հպարտորեն նշել, որ մենք մի ազգ ենք, որը 300 անուն վայրի ուտելի բույս է ճանաչում, ոչ միայն ճանաչում, այլ այդ բույսերը ներառված են մեր սննդի համակարգ, այդ թվում նաև իհարկե համեմունքային բույսերը, սա հարստություն է, սա մի երևույթ է, որը ցույց է տալիս մեր բնության ճանաչելիության մակարդակը, մեր բնապաշտ լինելու մակարդակը։ Շատ դեպքերում բույսեր են գալիս, նոր բույսեր, յուրա տեղայնացման առումով, որ տեսնում ես, որ նմանությամբ, նույնիսկ համայն ինչ-որ հատկանիշներով նման է այս կամ այն մեր վայրի բույսի, որը իհարկե դրսում, իհարկե արևմուտքում կամ չգիտեմ արևելքում տեղայնացվել է, զարգացվել է ջերմոցային պայմաններում եւ որպես նորույթ մատուցվում է մեզ։
Եվ վերջերս ուսումնասիրելով, այսինքն հետևելով աշխարհում իրականացվող այդ խորհրդական գործընթացներին, աչքս ընկավ Ռուսաստանի մեր գործընկերոջ աշխատանքները, Պիսկունովի, դու էլ ես ճանաչում Պիսկունովին, ով արդեն վերջերս անդրադարձել է, արդեն կամաց անդրադառնում է ռուսական խոհանոցում վայրի ուտելի բույս, զորօրինակ եղինջի, պիպերթի ներգրավմամբ կերակուրներ եմ տեսնում։ Սա էլ խավիար, իշխան ձուկը, գեղարքունի, այսպես ասենք, ֆիլեն մաշկով եւ առանց փշերի պատրաստվեց ջեռոցում սպիտակ գինով, խավարտը պատրաստեցինք վայրի ուտելի բույս մանդակով տապակված, չէ՞, եւ որպես նորից խավարտ կամ սոուսատիպ այսպես երևույթ օգտագործեց յուրան դդմիկի, դդումի եւ կարտոֆիլի խյուսը։ Եվ ուշադիր նայելուց հետո յուրան տեսավ, որ այստեղ պակասում է կարմիր գույնը, չէ՞։ Այո, գույնային նաեւ սննդի մեջ շատ Կոնտրաստ։ կարևոր է գույնային էֆեկտները։ Այո, եւ ահա ստացվեց այս կերակրատեսակը հիանալի, որը հպարտորեն կարող ենք եւ յուրայի որպես հեղինակ թույլտվությամբ ներառել մեր գեղարքունիքի մարզային խոհանոցի մեջ։ Շնորհակալություն Յուրա ջան, եթե դու ունես ասելիք, ես գիտեմ, որ դու շատ ասելիք ունես, մեր հեռուստադիտողներին խնդրեմ։ Շնորհակալություն, որ հրավիրել եք ձեր հաղորդաշարին։ Աշխատենք բոլորս միասին, որպեսզի զարգացնենք մեր խոհանոցը եւ ինչքան հնարավոր է կարելի է մտածել ուտեստների ստեղծման, բայց հիմքը դնել հնի վրա նորը կառուցելու։ Դա եւս մեկ հնարավորություն է մեր խոհանոցը զարգացնելու Գեղարքունիքի մարզում։ Այո։ Շատ հեշտ եւ արագ պատրաստվող ուտեստ էր, որը Կարևորը որ ձեռագիրը եւ բովանդակությունը զուտ Գեղարքունի մարզին բնորոշ է։ Շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից ես մեկ անգամ շնորհակալություն հայտնել Յուրային։ Յուրան պիտի խոստովանեմ եւ հպարտորեն նշեմ, որ շատ ու շատ դժվար ժամանակներում, իսկ մենք մեր աշխատանքի մեջ, մեր գործունեության մեջ ունեցել ենք այդպիսի ժամանակաշրջան դժվարին, միշտ եղել է կազմակերպության կողքին, միշտ եղել է կազմակերպության նվիրյալը եւ միշտ նպաստել է, որ մեր կազմակերպությունը երբեք չհուսահատվի։ Դուք գիտեք, հուսահատված մարդը, այդ թվում նաև մարդկանց խումբը, որ հասարակական կազմակերպություն է կոչվում, ոչինչ անել չի կարող, եթե հուսահատված է։ Շնորհակալություն եղբայր ապրես դու, կեցես։ Ես էլ եմ շնորհակալ, միշտ պատրաստ եմ կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր գործ են անում ու մեր կարիքն ունեն։ Ապրես դու, եղբայր։ Գեղարքունիքի իշխան Իշխանի ֆիլե 1 հատ, սպիտակ գինի 50 մլ, սխտոր 10 գրամ, դդում 100 գրամ, դդմիկ 50 գրամ, կարտոֆիլ 50 գրամ, սերուցք 50 գրամ, մանդակ 150 գրամ, սոխ 50 գրամ, յուղ 30 գրամ, աղ։ Բարի ախորժակ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը, կերակրատեսակը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, լավ տրամադրությամբ եւ սպիտակ անապակ անսահմանափակ հայկական գինով։ Ես ուզում եմ, որ բոլորս հասկանանք եւ ընդունենք ազգային արժեքների կրողը եւ պատասխանատուն մենք ենք, բարեկամներ, եւ մենք օտարից չենք կարող պահանջել, որ մեր ազգային արժանինքները գնահատի։ Սիրենք իրար, լինենք համերաշխ եւ լինենք մեկտեղված։ Ողջ լինեք, ցտեսություն բարեկամներ։